Ապրիլի 23, 18:00 ավարտվեց կուսակցություններին ու դաշինքներին տրված ժամանակը, ովքեր են մասնակցելու հունիսի 7-ի ընտրություններին, խճանկարն ամբողջացված է։ Առաջադրման փաստաթղթերով առաջինը կենտրոնական ընտրական հանձնաժողով հասավ քաղաքացիական պայմանագիրը ապրիլի 15-ին։ Արել ենք դա ժողովրդավարական համակարգերին բնորոշ բոլոր հնարավոր գործիքներով։ Հաջորդը Բարգավաճ Հայաստանն էր, որ ընտրությունների է գնում առաջարկ Հայաստանին ծրագրով։ Ապրիլի 20-ին ներկայացրին առաջադրման փաստաթղթերը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս ընտրություններին մասնակցում է երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստան կարգախոսով։ Հայաստանի շնորհապետական կուսակցություն բոլորին դեմ եմ շարժում Բարգավաճ Հայաստանից հետո հաջորդը նրանք էին կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ապրիլի 22-ին արդեն առաջադրման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին Սամվել Կարապետյանի ղեկավարած ամենախոշոր ընդդիմադիր ուժի Ուժեղ Հայաստան դաշինքի անդամները։ Ընտրության են գնում հստակ օրակարգով ու տեսլականով, վստահեցրին դաշինքի ներկայացուցիչները։ Մենք գնում ենք հաղթարշավի եւ գնում ենք բացարձակ մեծամասնական հաղթանակի։ Իրավական առումով ունեմ եւ ունենք 0 մտահոգություն։ 0։ Մեծ մասը փաստաթղթերի հանձնումը թողել էր վերջին օրվան։ Դրանցից ազգային ժողովրդավարական բևեռը, հաջորդը նաև մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդած միասնության թևեր կուսակցությունը։ Ստացվել է պրոֆեսիոնալների ցուցակ, որը գնում է առաջիկա ընտրությունների մասնակցելու համար։ Լուսավոր Հայաստանը եւս փաստաթղթերի ներկայացումը թողել էր վերջին օրվան։ Մեզ մոտ հովհարային անջատումներ 5 տարվա ընթացքում չեն գրանցվել։ Ուստի այս իմաստով ես կարծում եմ, որ դա գնահատանքի արժանի է լինելու։ Խոշոր ընդդիմադիրներից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը եւս փաստաթղթերը հանձնաժողովին ներկայացրեց վերջնաժամկետից մոտ 2 ժամ շուտ։ Մենք վստահությամբ գնում ենք բոլոր ընտրություններում։ Այսպիսով ամռանը սպասվող ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, որից 2-ը դաշինք, 17-ը կուսակցություն։ Ընտրական ցուցակների գրանցումը կավարտվի մինչև մայիսի 3-ը, այսինքն փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։